Բարև ձեզ, ազգային ժողովի հարգարժան փոխխոսակ, հարգելի պատգամավորներ, ձեր ուշադրությանն եմ ներկայացնում կրիպտոակտիվների մասին օրենքի նախագիծը, ինչպես նաև մի շարք հարակից օրենքներում փոփոխությունների մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ, քանի որ առաջին ընթերցմամբ մանրամասն խոսել ենք, ընդհանուր գծերով կներկայացնեմ օրենքը, ինչպես նաև մեկ փոփոխություն, որը որ էական փոփոխություն է եւ կարծում եմ արժանի է ուշադրության։ Ըստ էության դուք գիտեք, որ Հայաստանի Հանրապետությունում այս պահին կրիպտոակտիվների ոլորտը կարգավորված չէ։ Այս օրենքը հիմնարար օրենք է, որը որ փաստացի հստակություն է մտցնելու ներդրողների համար, ինչպես նաև սպառողների համար կրիպտոակտիվների ոլորտում։ Մենք գիտենք, որ կրիպտոակտիվների ոլորտը շատ մեծ նորարարությունների տեղ ունի, միաժամանակ գիտենք, որ կան նաև շատ ասոցիացված ռիսկեր, եւ մեր բոլորի նպատակն այն է, որպեսզի այդ հնարավորությունները եւ ռիսկերը կարողանանք հավասարակշռենք, որպեսզի օգտվենք հնարավորություններից առանց մեր սպառողներին եւ ներդրողներին էական ռիսկերի ենթարկելու։ Կարևոր է նաեւ, որ մասնավոր հատվածի տեսանկյունից, ներդրողների տեսանկյունից շատ կոնկրետ իրավական դաշտ է ստեղծվում, այսինքն եթե ինչ-որ մեկը ուզում է այստեղ ծավալել գործունեություն, տնտեսական գործունեություն, ապա շատ հստակ է լինում, թե ինչ պետք է լինի։ Այս նախագիծը եվրոպական 27 երկրների կողմից ընդունված նախագծին շատ նման է, նաև պայմանավորված է նմանություն նրանով, որ Հայաստանի Հանրապետությունում առիթների մասին օրենսդրությունը եւս շատ նման է Եվրամիության օրենսդրությանը, ինչը նշանակում է, որ համադրելիության տեսանկյունից շատ ավելի հասկանալի օրենսդրական դաշտ է ստեղծում։ Ըստ էության այս նախագծով մենք հստակ սահմանում ենք այն 10 ծառայությունների տեսակները կրիպտոակտիվներով մատուցվող, որոնք որ հստակ լիցենզավորում են պահանջում եւ այդտեղ արդեն ունենալու ենք հստակ լիցենզավորման process եւ կենտրոնական բանկի կողմից կարգավորվել է եւ վերահսկվելու է այս դաշտը։ Որն է հիմնական փոփոխությունը, որը որ առաջինից երկրորդ ընթերցում եղել է, այս փոփոխությունը եղել է նաև մեր հանձնաժողովում խոսակցության արդյունքում Տիկին Վարդանի առաջարկում, ինչպես նաև կենտրոնական բանկի խորհուրդն էր դա քննարկում։ Հիմնականը այն էր, որ առաջի ընթերցմամբ նախագծում բանկերը առանց նոր լիցենզիա ստանալով կարողանալու էին կրիպտոակտիվներով ծառայություն մատուցել լրացուցիչ թույլտվությամբ։ Այսինքն պետք չէր որևէ նոր ընկերություն բացել, այլ կարողանալու են իրենք ընդամենը գային լրացուցիչ թույլտվություն ստանային կենտրոնական բանկից եւ ծառայություններ մատուցային։ Առաջինից երկրորդ ընթերցում մենք փոփոխություն ենք արել եւ բանկերը փաստացի չեն կարողանալու ուղիղ իրենց լիցենզիաներով կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցել, եթե հոլդինգային խումբը կուզենա կրիպտոակտիվներով ծառայություն մատուցի, պետք է գա նոր ընկերություն բացի, նոր լիցենզիա ստանա եւ նոր կարողանա կրիպտոակտիվներով ծառայություն մատուցի։ Ինչ ենք մենք կարծում, որ սա լավ բան է, երկու նպատակ ունի սա, մեկը որ բանկային համակարգի տեսանկյունից շատ ավելի հստակ ռիսկերը տարանջատված կլինեն, այն գործունեությունը, որոնք որ կրիպտոակտիվների հետ կապ չունեն եւ այն գործունեությունը, որը կրիպտոակտիվների հետ կապ ունի, երկրորդն է կարծում ենք, որ մրցակցային դաշտի տեսանկյունից կրիպտոակտիվներով ծառայություններ մատուցող եւ բանկեր գծերը շատ ավելի հստակ կլինեն։ Սա եղել հիմնական փոփոխությունը եւ հիմնական տրամաբանությունը, ինչի վրա որ մենք հենել ենք այս փոփոխությունը։ Այլ փոփոխություններ չեն եղել, միայն տեխնիկական բնույթի փոփոխություններ են եղել, առաջարկում եմ կողմ քվեարկել։ Շնորհակալություն։